Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դեկտեմբերի 10-ին, երբ որ ներկայացուցչությունում լսումներ էր հրավիրվել, այնտեղ ազգային ժողովի նախագահը նշել է, որ Արցախ հավաքական վերադարձի վերաբերյալ իրենք ծրագրեր են իրականացնում եւ նույն օրը Համբուրգում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախ վերադարձի եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հարցերը առաջարկում է փակել։ Դուք ինչ դիրքորոշում ունեք, երբ որ երկու այդ հարցերը հավասարության նշան են դրվում այդ հարցերի միջև եւ Արցախ վերադարձի վերաբերյալ ինչ եք կարծում։ Ես բազմաթիվ անգամ հնարավորություն եմ ունեցել ձեր նշված հարցին անդրադառնալու, որ մեր վերադարձի հարցը դա միջազգային իրավունքի հարց է։ Մենք հենց այդ հարցերը բարձրացնում ենք, մեզ մեղադրում են ռևանշիզմի, չգիտեմ, ինչ որ պատերազմի հրահրման հետ կապված հարցերի։ Ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի։ Ինչպես արցախցիներն են ցանկանում խաղաղություն, երևի ոչ մեկ դրա գինը այդքան լավ չգիտի, ինչքան արցախցիները։ Եվ ես արտահայտվել եմ, որ մենք կողմ ենք խաղաղության գործընթացին։ Դրան դեմ չի կարող մարդ լինի, ով տեսել է այդ պատերազմի հետևանքները, այդ դժվարությունները։ Եվ մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք միջազգային իրավունքի տեսակետից բխող հարցեր են։ Եվ մեզ մեղադրել դրա մեջ, որ մենք ինչ որ ով որ վերադարձի հարց է բարձրացնում, հրահրում է պատերազմ կամ ուզում է պատերազմ, դա ճշմարտություն չի։ Եվ ազգային ժողովի նախագահան, որ անդրադարձել է, որ այդ հարցերը չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել արցախցիների վերադարձի եւ ինչ որ հորինված Արևմտյան Ադրբեջանի հարցը, դա եւս իրականություն է։ Եվ ինձ թվում է այդ խոսույթները բարձրացում են հիմնականում Հայաստանի իշխանությունների կողմից եւ պետք է ձեր հարցերը ուղղեք իրենց։ Ես արտահայտել եմ, որ մենք կիսում ենք վերապարի դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված, արցախցիների իրավունքների հետ կապված։ Այո։ Ձեզ դուք ասել եք, որ ձեզ մի հարց է հետաքրքրում եւ Արցախի թեմի առաջնորդից բարձել եք արդյոք այդ հանդիպման մասին վեհապարը տեղյակ էր թե ոչ։ Դրանից հետո դուք Արցախի թեմի առաջնորդի հետ հանդիպում, հեռախոսազրույց ունեցել եք, փորձել եք իրեն օրինակ վեհապարի հետ հանդիպման կամ հեռախոսազրույցի դաշտ բերել։ Ոչ, մեր հանդիպումը տեղի ունեցել Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո, հաջորդ օրը եւ դրանից հետո ես չեմ հանդիպել եւ չեմ քննարկել այս հարցերը Արցախի թեմի առաջնորդի հետ։ Շարոմանյան, այսպես այլ տեսանկյունից նայեք, եթե Նիկոլ Փաշինյանի համար Արցախի թեման փակված է, չկա այդ հարցը, բայց երբ ինքը իր կաբինետում ընդունում է Արցախի թեմի առաջնորդին, ըստ այսպես ինքնըստինքյան չի դառնում, որ ինքը Արցախը դեռ ընդունում է որպես առանձին այսպես հանրապետություն եւ այսպես կարող են ադրբեջանցիները ասել ինչպես է հասկացա ես ձեր հարցը առաջնորդին թե այսպես դավադիր նպատակների համար իրենք կարող են ամեն ինչի հասնել։ Հասկացա ես ձեր հարցը, ուզում եմ ձեր հարցին հետեւյալ կերպ անդրադառնամ։ Հիմա շատ է խոսվում, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը։ Ես ուզում եմ ասել, որ դա այդպես չի համապատասխանում դա իրականությանը։ Հայաստանի Հանրապետության տարբեր ժամանակահատվածներում գործող իշխանությունները, այդ թվում այսօրվա գործող իշխանությունները, տարբեր հարթակներում փաստացի ճանաչել են Արցախը որպես անկախ պետություն։ Ունեցել ենք եւ միջպետական պայմանագրեր եւ տարբեր հարթակներում համագործակցություն է տեղի ունեցել, տեղյակ եք, որ ներկա իշխանության ներկայացուցիչները նաեւ մասնակցել են 20 թվականին նախագահի ինագուրացիային եւ ուզում եմ ասեմ, հիմա որ ասում են մենք չենք ճանաչել Արցախը, դա չի համապատասխանում իրականությանը։ Այսօր եւս այդ
ձեր նշված հարցը պետք է ուղղել գործող իշխանությանը։ Դե ինչն է պատճառը, որ հիմա հրաժարվում են իրենց դիրքորոշումից։ Ըստ դուրերի բոլոր 10 հոգևորականների բարձրաստիճան ովքեր որ միացել են, ինչ որ կոմպրոմատներ ունի Փաշինյանը, այսպես իրենց ոճով։ Ձեր կարծիքով Արցախի թեմի առաջնորդը այսպես ինքնականն է լծվել այս գործին, թե նրա դեմ էլ ինչ որ մի բան կա, որը որ այսպես Ես նման տեղեկություններ չունեմ, չեմ կարող մեկնաբանեմ ձեր հարցը։ Վերադառնալով թեմային